Մանկանի առաջին խոսող տիկնիկն է Անուշիկը, տարիներ առաջ ստեղծած հենց այս պերսոնաժով փափուկ խաղալիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը տեղական շուկայում ճանաչում ձեռք բերեց, ապրանքանիշը սիրվեց։ Մանկանը Անուշիկով եմ ասոցացնում, որ ասում են մանկան ասում են Անուշիկը, երևի թե համարյա բոլորը ունեն այս տիկնիկներից։ Ուղիղ քառորդ դար առաջ 2000-ին մինչև այդ մոտ 8 տարի ներմուծված խաղալիքների վաճառքով զբաղվող ընկերությունը սեփական արտադրություն է հիմնեց։ Գործունեության այդ սեգմենտը թափուր էր, փափուկ խաղալիքների տեղական արտադրություն չկար։ Առաջին պատահած խանութից մի քանի կտոր մորթի գնեցին, բադիկ ու սունկ կարեցին։ Ամեն ինչ լրիվ զրոյից կարելի ասել սկսել, ոնց ձևել, ոնց կարել, ոնց լցնել, ոնց ձևավորել։ Մի կարի մեքենա ենք ունեցել։ Այսօր արդեն մանկանը մի քանի հարկանի ընդարձակ տարածքում է գործը զարգացնում, իսկ սեփական վաճառակետերում դեռ տարիներ առաջ է փափուկ խաղալիքների ներմուծված տեսականուց հրաժարվել։ Երկուս կողքով դերած էր ու շատ երկար։ Հետո կամաց մենք հասկացանք, որ ներմուծված խաղալիքների վաճառքը այս մերինի կողքը ընդհանրապես չի վաճառվում ու եկանք նրան, որ շուկայից դուրս հանեց, մեր շուկայից, մանկանի շուկայից։ Made in Armenia մակնշմամբ փափլիկները ոչ միայն Հայաստանում ընդունվեցին, սիրվեցին, նաև արտերկրում հաջողությամբ սկսեցին վաճառվել։ Ռուսաստան է արտահանում, Ամերիկա է արտահանում, Կանադա ենք արտահանել, այս վերջերս վերադարձանք Գերմանիայից Նյուրնբերգից, այնտեղ ցուցադրվեցինք, հիմա հույսում ենք նոր գործընկերներ ձեռք կբերենք։ Արտադրությունը կազմակերպում են միայն բարձրորակ հումքերով, որոնք ներկրում են երրորդ երկրներից։ Նաև չիպեր են ներմուծում, որոնք օգտագործվում են ինտերակտիվ, երգող, խոսող, շարժվող խաղալիքների արտադրության մեջ։ 2024-ին մանկանը որոշեց ներդրումային նոր ծրագիրը ներկայացնել կառավարություն մաքսատուրքի արտոնություն ստանալ։ Երբ որ մենք դիմում էինք, ինձ իմ ընկերներն ասեցին, քոնը քիչ է, փոքր է, քեզ կմերժեն, հաստատ ծավալները այդքան մեծ չի, ինձ թվում ավելի մեծերին կարող է միգուցե էլի արտոնություններ տան, կարող է դուք որպես տես փոքր ծավալների համար ձեր բան շարենք, բայց ես ամեն դեպքում դիմեցի։ Ուրախությանը մեծ, որ մեզ չմերժեցին, ու մեզ այդ արտոնությունը հատկացրեցին։ Շուրջ 311 միլիոն դրամի հումք են նախատեսում ներկրել մինչև ծրագրի ավարտ։ Մաքսատուրքի ընդհանուր արտոնությունը մոտ 27 միլիոն դրամ կկազմի, ընթացքից գոհ են։ Մներենք մուծե 80 միլիոնի ապրանք, հա, միջև օրս, այսինքն այս տարի 3 ամսվա մեջ։ Մաքսատուրքի արտոնությունի 10 միլիոն դրամ մենք օգտվել ենք։ Պետական աջակցությունը հնարավորություն է տալիս մրցակցային դիրքը բարելավել, ավելի ճկուն գնային քաղաքականություն վարել, նոր աշխատակիցների գործումներ գրավել, ավելի բարձր աշխատավարձ սահմանել։ Մանկանի մեծ ընտանիքը 100 հոգուց ավել մարդ է ներառում, պետք է որ շատանանք, ավելանանք, ընդլայնվենք։ Այս տարի մեր համար բեկումնավոր տարի պետք է լինի, շատ մեծ պլաններ ունենք, որ պետք է մեր արտադրամասը մեծացնենք։ Արտադրական մակերեսը պլանավորում են ընդլայնել մոտ 1200 քառակուսի մետրով, կհագեցնեն նոր սարքավորումներով ու նոր տեմպ կվերցնեն, իսկ աշխատակիցների թիվը մինչև 2027 մտադիր են հասցնել 160-ի։